Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert, Armen Karamyan. Ռաունդ առաջին, զարգացման նման տեմպը պահպանելու պարագայում կարող է արդյոք Հայաստանի պրեմիեր լիգան մի քանի տարուց վերածվել Բունդեսլիգայի, որտեղ կա դոմինանտ ակումբ։ Հայկական ակումբային ֆուտբոլը վերջին տարիներին գնալով զարգանում է, բայց ոչ այն տեմպերով, որով կցանկանայինք։ Կտրուկ աճ է գրանցել թիմերից մեկը Նոան, իսկ աղյուսակի ստորոտում գտնվող Գանձասարը ավարտվող առաջնությունում դեռ ոչ մի հաղթանակ չունի։ Մտավախություն կա, որ Նոան կարող է առաջիկա տարիներին հեգեմոնիա հաստատել Հայաստանի առաջնությունում, իսկ մյուս թիմերը կսկսեն պայքարել երկրորդից ցածր հորիզոնականներ գրավելու համար։ Ես այդ կարծիքին չեմ, պատճառները տարբեր են, պատճառներից մեկն այն է, որ մենք չենք տեսել դեռ հստակ նպատակով գնացող եւ անընդհատ աճ գրանցող թիմի, տեսել ենք, որ մի թիմ կարող է մի քանի տարի իրար վրա կրակել, բայց հետո կտրուկ անկում գրանցել։ Պատճառներից մյուսն այն է, որ Նոայի ծրագրում կա հստակ մի կետ, առաջիկա տարիների ընթացքում խաղալ տեղացի ֆուտբոլիստերով, սեփական կադրերով, հայ ֆուտբոլիստերով հիմնականում։ Դա նշանակում է, եթե նույնիսկ հայ ֆուտբոլիստերով հստակ ուժեղ մրցունակ թիմ լինի, այդ ֆուտբոլիստերի հետագա զարգացման համար նրանց տրանսֆերները կվաճառվեն։ Ողջույն Էդվարդ։ Հայաստան, Ուկրաինա, Բելարուս, Լատվիա, նախկին խորհրդային երկրներում շատ են օրինակները, երբ թիմերից մեկը երկար տարիներ իշխում է ներքին առաջնությունում։ Եվրոպական ամենավառ օրինակը իհարկե Գերմանիայի Բունդեսլիգան է, այնտեղ թվում է միշտ Բավարիան առանձնանում է բոլորից։ Ներկա ժամանակահատվածում իսկապես կա մտավախություն, որ Հայաստանը կունենա նման մի իրավիճակ, երբ թիմերից մեկը, մասնավորապես Նոան, կարող է երկար տարիներ իրեն հավասարը չունենալ։ Դրանից խուսափել պետք է ձգտեն մյուս ակումբները, իսկ Նոան անում է այն, ինչ վաղուց պետք էր հայկական ֆուտբոլին, մեծ ներդրումներ, պրոֆեսիոնալ մոտեցում, եւ եթե մյուս թիմերը չեն հասնում, ինչ որ մեկի հետևից դա արդեն, ինչպես ասում են, մյուս թիմերի խնդիրներն են։ Ինչու Նոան կարող է առաջիկա տարիներին այդ հեգեմոնիան ստեղծել, հիմա կքննարկեմ գործընկերոջս հետ։ Նախ ծրագրի մասին, որ խոսեցիր, հայ ֆուտբոլիստներով խաղալ դեռ չի նշանակում չեմպիոնական նպատակներ չունենալ։ Շատ լավ։ Նոան երբ հայտարարեց իր այս նախագծի մասին, հայտարարեցին, որ 10 տարվա ռազմավարություն են գծել պորտուգալացի մասնագետների հետ եւ եթե ճանապարհի կեսից պետք է կանգնեն, ապա այդ ամենը ինչի համար է։ Ես կարծում եմ, որ Նոան շարունակելու է զարգանալ, շարունակելու է առաջ գնալ եւ այս մրցաշրջանում մենք արդեն որոշակի նշույլներ տեսնում ենք, որ մյուսները ուղղակի չեն հասնում Նոայի հետևից։ Եթե այս տեմպով շարունակվի, ինչու չենք կարող ունենալ իրավիճակ, որը ունեցել ենք արդեն Հայաստանում իդեպ։ Փյունիկը 10 տարի անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն եւ այդ չէ կտրուկ առանձնացնում Փյունիկի շատ ուժեղ լինելը մյուս մրցակիցներից ամեն տարի ես վստահում եմ այդ ժամանակ դիտելով եւ նաեւ մեկնաբանելով Հայաստանի առաջնության խաղերը ես կարող եմ ասել որ Փյունիկը այնքան էր տարբերվում իր խաղամակարդակով, պատճառները տարբեր են իհարկե։ Կարելի է պնդել, որ ուժեղագույն ֆուտբոլիստները այն տարիների հանդես էին գալիս Փյունիկում, թեև մյուս ակումբներում ես կարող եմ թվարկել շատ ուժեղ ֆուտբոլիստներ։ Ես համաձայն չեմ, որ 10 տարի Փյունիկը մրցակցությունից դուրս է եղել, Փյունիկի հետ մինչև վերջին տուրերը պայքարող թիմեր են եղել, իսկ հիմա նայում ենք Նոայի եւ երկրորդ տեղում գտնվող կամ երրորդ տեղում գտնվող թիմերի միջև մեծ տարբերություն կա։ Տարիներ եղել է, որ դժվարությամբ են հաղթել, բայց հաղթել են։ Այսինքն 10 տարի մի ժամանակահատված է, որը հեգեմոնիայի այդ բառը օգտագործելու իրավունք տալիս է։ Չեմպիոնական հեգեմոնիան այլ է, ուղղակի եթե վերցնում ենք ակումբներ եւ համատում ենք ուժով, ներուժով, հնարավորությունով, դա այլ հեգեմոնիա է։ Ես չեմ հավատում, որ հնարավոր է մի շրջան գա, երբ ասենք
ոչ մի թիմ առաջնության սկզբում ասենք ոչ մի թիմ չի կարող պայքարել Նոայի հետ։ Չեմ կարծում, որ Փյունիկի դեպքում 10 տարի ասել են, որ Փյունիկը հաստատ չեմպիոն է դառնալու։ Դե հավատա, որ արդեն ասում էին, որ միևնույն է հաղթելու է Փյունիկը։ Կար մի կարծրատիպ հաստատված կարծիք, որ միևնույն է հաղթելու է Փյունիկը։ Միկան, Բանանցը, Ուլիսը շատ հաճախ պայքարում են։ Հիմա էլ օրինակ, եթե զուտ խաղով ես ցանկանում, ասեմ Արարատ Արմենյան ամենևին վատը չէ խաղով։ Էդուարդ 10-ից ավելի միավորի տարբերություն կա։ Դե այդ միավորի տարբերությունը ստեղծվել է ոչ վերջին շրջանում, երբ մենք արդեն առիթ ունեցանք այդ հեգեմոնիայի մասին մտածելու կամ խոսելու։ Նոան հենց սկզբից առաջնության, երբ եվրագավաթներից ազատվեց, սկսեց իր առավելությունը ստեղծել, երբ Արարատ Արմենյանը դեպ այդքան լավ մարզավիճակում չէր։ Հիմա Արարատ Արմենյան եւ մրցաշրջանի սկզբում տարբեր թիմեր են եւ շատ Դու արդեն քեզ հակասում ես։ Ես չեմ հակասում, ես Արարատ Արմենյան ուժեղացել եւ կարող է հսկայական տարբերություն ուղղակի այդպիսի, ես հիմա չեմ տեսնում այդ երկու թիմերի միջեւ, բայց ես տեսնում եմ նախադրյալ, որ առաջիկա տարիներին այդ տարբերությունը կմեծանա։ Ինչի հաշվին։ Նորից լեգիոներների Նոան շարունակում է հսկայական եւ ներդրումները եւ քաղաքականությունը իր տանել։ Իսկ Արարատ Արմենյան ես չունեմ այդ վստահությունը, որ կշարունակի կամ կանի տեսականորեն պատկերացնենք Արարատ Արմենյան մնում է այս ուժով, չեմ ասում շատ է ուժեղանում կամ թուլանում է, մնում է այս խաղամակարդակի մոտավորապես։ Նոան ինչի հաշվին լեգիոներների թե այն քաղաքականության, որի մասին խոսում էինք, ասել եք քաղաքականության եւ շատ բարձրակարգ լեգիոնականների, որոնք անընդհատ համալրելու են Նոայի կազմը։ Այո, համալրելու են, բայց տեսնում էինք կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում օրինակ խաղադաշտում ոչ մի հայ չէր լինում երբեմն։ Դա այլ խնդիր է, որի մասին մենք կարող ենք մի այլ առիթով խոսում հիմա, բայց հաջորդ մրցաշրջանում կամ դրան հաջորդող մրցաշրջանում կամ 5 տարի հետո Նոան ուզում է խաղալ իր սեփական կադրերով։ Ես չեմ ասում այդպես է լինելու, վստահ չեմ, բայց Նոան ուզում է խաղալ տեղացի ֆուտբոլիստներով։ Եթե նույնիսկ Նոան կարողանա խաղալ հիմնականում հայ ֆուտբոլիստներով, կարողանա մրցունակ թիմ ստեղծել, ինչ որ պահի նրանց զարգացման համար համաձայն է չէ որ տրանսֆերները կվաճառվեն։ Դե տրանսֆերները կվաճառվեն, հասկանալի է, բայց Նոան իր այսպես կոչված ակադեմիան կամ մանկապատանեկան դպրոցը նոր է ըստ էության ստեղծել եւ մինչեւ դա սկսի արդյունք տալ, ժամանակ պահանջվելու է, իսկ դա նշանակում է, որ առաջիկա երևի 3-4 տարիներին Նոան կրկին ապավինելու է ուժեղ լեգիոնականների։ Այո, ընթացքում հայ ֆուտբոլիստներ կգան, կփորձեն խաղալ նրանց հետ, փորձ հավաքել, ուժեղանալ։ Բայց խաղալ մեծամասամբ հայ ֆուտբոլիստերով շատ շուտ չի հաջողվի։ Շատ շուտ ես օրինակ 5 տարի հետո տեսականորեն պատկերացնում եմ, որ դե բարդ է ասել, սա արդեն գուշակություն է երևի, որովհետեւ չգիտես այդ ֆուտբոլիստները ինչի կասեն։ Ռազմավարության մասին են Նոան, այսինքն եթե պահպանի, այո, համաձայն եմ, որ շուտով հայ ֆուտբոլիստներ պետք է համալրեն, բայց ինչպես կհամալրեն, ինչ որակ կտան փոխարինման հիմնականում լինում են խաղեր ոչ ուժեղ մրցակիցների հետ, երբ այդ ֆուտբոլիստները լինում են մեկնարկային կազմում։ Ցավը հենց այն է մեր ֆուտբոլի համար, որ ոչ ուժեղ մրցակիցներ Նոայի համար արդեն շատ են։ Դե այո, եւ դրա համար անցողիկ խաղեր ունի արդեն Նոան եւ տեսնում ենք կարող է իրեն թույլ տալ Գանձասարին հաղթել մի կերպ 11 մետրանոցի շնորհիվ 1 զրաշը կարող է իրեն թույլ տալ 7 գնդակ ուղարկել մրցակցի դարպաս, այսինքն ըստ տրամադրության է խաղում, ըստ երևի ցանկության կարելի ասել, ըստ ընտրած կազմի Ռուի Մոտան կարող է հանգիստ ռոտացիաներ կիրառել։ Երկու գրեթե հավասարազոր կազմ կարող է դուրս բերել։ Ես դրա համար եմ ասում, եթե մյուսները անգամ մնան նույն կետում, ինչ հիմա են, թեպետ Փյունիկը, եթե վերցնում ենք նույնիսկ խաղամակարդակով սկսես նահանջել, Նոան միևնույնն է շարունակել է զարգալ։ Այս բային խաղամակարդակով մոտ թիմ կա Նոային ըստ քեզ։ Մոտ հերու չէ Արարատ Արմենյան, այսպես ասեմ, բայց շատ մոտ էլ չէ։ Արարատ Արմենյանի սեփականատերը ունի հնարավորություններ եւ եթե համաձայն եմ, դա համաձայն եմ։ Եթե չէ, մենք հասկացել ենք արդեն, որ նա ֆուտբոլ սիրող մարդ է ու վստահաբար նա էլ թիմը կուժեղացնի, եթե հիասթափություն չլինի շատ մեծ ու այդ տեսանկյունից ես անկեղծ եմ ասում, չեմ հավատում, որ 10 տարի հետո օրինակ կամ 7-8 տարի հետո մենք ասելու ենք դե վերջին 7-8 տարվա չեմպիոնը Նոան էր։ Նորից մեր իրականության վատ կողմերից դա վնաս է առաջին հերթին հայկական ակումբային ֆուտբոլի։ Մեր իրականության վատ կողմերից մեկը, որ այն ակումբները, որոնք ունեն սեփականատերեր, չես կարող երաշխավորել, որ ունեն այո, հենց դրա մասին հեռու գնացող ծրագրեր, մեծ ապագա։ Ժամանակին բերեց հոլանդացիներ, իսպանացիներ, ասած շատ երկարաժամկետ ծրագրեր ունենք, բայց տեսեք։ Այո, Ուրարտուն է, հնարավորությունները կարծես կա, բայց արդյունքներով եւ զարգացման տեմպերով զիջում է մի ակումբի, որը
ընդամենը 3-4 տարի առաջ սկսեց իր ճանապարհը հայկական ֆուտբոլում, այնպես որ, չգիտեմ, կլինի առաջիկա տարիներին Նոայի հեգեմոնիան, թե չի լինի, պատասխանել են նաև փորձագետները։ Այսօր մենք ունենք մեկ թիմ, որը մյուսներից տարբերվում է, դա Նոան է, բայց Նոայի թիկունքում կանգնած են եւ Արարատ Արմենիան, եւ Ուրարտուն, եւ Փյունիկը, այս 4 թիմերը մրցակցելու են միմյանց հետ, թե ով է լինելու դոմինանտ։ Այսօրվա դրությամբ ես կարծում եմ, որ եթե պահպանվի Նոան այս կազմով եւ այս ղեկավարությամբ եւ այս ֆինանսներով, կարծում եմ կարող է նմանվել Բունդեսլիգային եւ Բավարիային։ Եթե անկեղծ երբեք չեմ սիրել այն առաջնությունները, որտեղ մեկ ընդգծված առաջատար կա, ինչպես Բունդեսլիգան է, երբ տարիներ շարունակ 10-ից ավելի Բավարիան էր անընդհատ հաղթում, ոչ մի հետաքրքրություն չկար, եւ ինչպիսի մեծ իրադարձություն էր եւ վերջապես Լևերկուզենի Բայերին հաջողվեց դառնալ չեմպիոն։ Այդ տեսանկյունից բնականաբար ավելի հետաքրքիր է Անգլիայի առաջնությունը, Իսպանիայի, երբ նախապես չգիտես որ թիմը կհաղթի։ Ես ավելի շատ կուզեմ, որ մենք հավասարազոր մի քանի ակումբ ունենանք, ոչ թե մեկ ընդգծված առաջատար։ Եվ Հայաստանի առումով չես կարող երբեք 4-5 տարի կտրվածքով կանխատեսում անել, թե ամեն ինչ ինչպես կզարգանա, լինի առաջատար, թե ինչ-որ բան կփոխվի, եւս չեն կարող կանխագուշակել, մանավանդ եթե օրինակ կարող է լեգիոներների լիմիտ լինի եւ ասենք 4 կամ 5 կամ 6 հայ ֆուտբոլիստ հանդես գա եւ այդ պարագայում նո այդպես ակումբները, որոնք շեշտը դնում են լեգիոներների վրա, հաստատ կտուժեն։ Այդքան հեշտ չեն հանձնվի մյուս ակումբները եւ առաջատարի դիրքերի համար պայքարը լինելու է։ Նոան շատ լավ խաղում է, շատ բարձր տեմպերով առաջ է գնում, նաև Փյունիկը, Արարատ Արմենիան, ինչու ոչ Շիրակը։ Իմ կարծիքով բոլոր ակումբներն Հայաստանի առաջնությունում կարող են պայքարել միմյանց դեմ։ Իմ կարծիքով դոմինանտ թիմ չկա Հայաստանի առաջնությունում։ Ռաունդ երկրորդ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում հաղթելու դեպքում Հենրիխ Մխիթարյանը պետք է ավարտի կարիերան, թե ոչ։ Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի Բավարիայի հետ պատասխան հանդիպումից առաջ կայացած ասուլիսի ժամանակ Հենրիխ Մխիթարյանն ասաց, որ չի բացառում, որ մրցաշրջանը կարող է վերջինը լինել իր պրոֆեսիոնալ կարիերայում։ Կավարտի Հենոն կարիերան այս մրցաշրջանից հետո թե ոչ, հիմա հետաքրքրում է բոլոր ֆուտբոլասերներին, անգամ մարդկանց, ովքեր ֆուտբոլով այդքան չեն հետաքրքրում, ուղղակի Մխիթարյանն այնպիսի կերպար է հայկական ֆուտբոլում ու Հայաստանում, որ նրա մասին չխոսել հնարավոր չէ։ Կարծում եմ, որ անգամ եթե Ինտերին հաջողվի նվաճել հականջավոր գավաթը, Մխիթարյանը չպետք է շտապի կայացնել այդ որոշումը, որովհետև նա պետք է առաջին հերթին հայկական ֆուտբոլին իր տեսանկյունից նրա կարիերան իրեն է պետք եւ Մխիթարյանը 36 տարեկանում դեռ այն խաղամակարդակն է ցուցաբերում, որ կարող է եւս 1-2, ինչու ոչ 3 տարի հանդես գալ ամենաբարձր մակարդակում, հետեւաբար ուրախանալ նրա խաղով մենք դեռ կարող ենք։ Այն որ Հենրիխ Մխիթարյանը հայկական ակումբային ֆուտբոլին պետք է եւ օգուտ է տալիս ու դեռ օգուտ կտա, դա միանշանակ է, բայց նաեւ այն որ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականում այլևս չի խաղալու, դա էլ է կարծես միանշանակ։ Եվ այդ տեսանկյունից Հենրիխ Մխիթարյանը միգուցե եթե ավարտի կարիերան հայկական ակումբային ֆուտբոլին կամ հայկական ֆուտբոլին շատ ավելի օգտակար կլինի։ Հիմա վստահ եմ ինձ կփնովեն, կդատապետեն եւ կասեն ինչու թողեք շարունակենք վայելել Հենրիխ Մխիթարյանի խաղը։ Ես էլ եմ ուզում վայելել, բայց ավարտել կարիերան շատ լուրջ նվաճմամբ, մի տիտղոսով, որի մասին բոլորս ենք երազել, տեսնել Մխիթարյանին ականջավոր գավաթով, կարծում եմ դրանից լավ կարիերայի ավարտ լինել պարզապես չի կարող։ Նաև մի այլ փաստ էլ կա, Ինտերը կարող է հաղթել ներքին առաջնությունում, իհարկե այնտեղ շատ թեժ պայքար է, առաջնության վերջնամասում լինելու է այդ պայքարը, դա էլ կա։ Միգուցե եթե հաղթի Սկուդետոն եւ Չեմպիոնների լիգայի խաղարկությունը ավարտի կարիերան։ Ես ամենայն դեպս այդպես եմ ուզում։ Եթե հաղթի, ընդգծենք, հիմա ուզում ես ավարտի, թե ուզում ես չավարտի։ Եթե հաղթի Չեմպիոնների լիգայի խաղարկությունը եւ հաղթի Սկուդետոն, անկեղծ երևի թե կուզեմ Սկուդետոն նվաճել է արդեն, այսինքն դա ունի այս մրցաշրջանում։ Հասկանալի է, մեկ Սկուդետո արդեն ունի եւ վերջապես երազանք իրականացրեց, top 5 առաջնությունից մեկում չեմպիոն դարձավ։
Մնաց Չեմպիոնների լիգան եզրափակիչ եղել է, հիմա հաղթանակի ժամանակն է կարծես եկել եւ ճանապարհը ամենևին վատը չէ։ Անցանելի մրցակիցներ են իր տեսանկյունից իհարկե, թե Բարսելոնան, թե հետո Դե կարծում եմ Ինտերի համար չկա անանցանելի մրցակից այս բանի Եվրոպայում։ Իսկ ինչ վերաբերում է նվաճելու դեպքում ավարտելուն, իսկ ինչու եթե դեռ կարող ես բարձր մակարդակում խաղալ, չփորձել էլի ինչ որ լավ չեմ ասում գումար վաստակել, դա Մխիթարյանը երբեք չի հետաքրքրել, ինչու չխաղալ, ինչու կտրվել սիրած գործից, թեև հասկանալի է, որ բարդ է արդեն տարիքը ստիպում է ավելի շատ ընտանիքի հետ լինել, հանգիստ ժամանակ, բայց վերադառնանք հայկական ֆուտբոլին ինչ է տալիս, Մխիթարյանը երբ խաղում է, դա զարկ է տալիս մեր ֆուտբոլի զարգացմանը շատ տեսանկյուններից, առաջին հերթին շատ երեխաներ զբաղվում են, սկսում են զբաղվել ֆուտբոլով, տեսնելով դաշտում Հենրիխ Մխիթարյանին եւ մենք հնարավոր է ամբողջ սերունդ կորցնենք, եթե տարվա մասին է խոսքը, Էդուարդ, առավելագույնը մեկ սերունդ կարող ենք կորցնել, սերունդ կորցնել։ Դե նրանք ովքեր այդ տարիք սկսեն զբաղվել, պետք է սկսեին զբաղվել ֆուտբոլով, շատերը չեն սկսի զբաղվել ֆուտբոլով, որովհետեւ Մխիթարյանը այլևս եթե դաշտում չէ, կարող է նրանց համար այդ կուրքը չլինել։ Որովհետև դեռ չեն գիտակցում նրա նվաճումները, ուղղակի նրանք գիտեն, որ մենք ունենք հայ ֆուտբոլիստ, Ինտերում, տեսեք, նրա ֆուտբոլը նա խաղում է եւ Քո մատնանշած նախախաղային ասուլիսի անդրադառնամ, այդտեղ Հենրիխն ասաց, այո, ես շատ եմ հոգնել, բայց ես շարունակում եմ հաճույք ստանալ ֆուտբոլից, շարունակում եմ հաճույք ստանալ նրանից, ինչ անում եմ խաղադաշտում։ Անկեղծ երբ ֆուտբոլիստ ասում ես այո շատ եմ հոգնել ու անկեղծ զգացվում է, չէ՞ որ Մխիթարյանը շատ է հոգնել ոչ թե ֆուտբոլից, այլ ֆիզիկապես է հոգնել, սպառվել առաջնության վերջնամասն է, նա անփոխարինելի ֆուտբոլիստ է, երբեմն ռոտացիա լինում է, ֆրատեզին է խաղում, բայց ուղղակի որ Մխիթարյանը հաջորդ խաղի համար թարմ լինի։ Դրա համար եմ ասում։ Եվ որպես կանոն կարևոր խաղերում նախապատվությունը Մխիթարյանին է տալիս։ Այո, միանշանակ եւ դրանում մեկ անգամ չէ որ համոզվել ենք։ Այդ տեսանկյունից, չգիտեմ, կարող է հիմա շատերը նորից եմ ասեն դե լավ, թող խաղա, թող մարդը վայելի, էլի թող խաղա, բայց ավարտել կարիերան Չեմպիոնների լիգայի գավաթը ձեռքին կարող է այլևս նման շանս չլինել։ Երբ մարզիկը վերցնենք ցանկացած այլ մարզաձևի ներկայացուցիչի օրինակ դառնում է չեմպիոն կամ փոխ-չեմպիոն կամ մեդալ է նվաճում եւ այդ պահին հայտարարում է կարիերան ավարտելու մասին, այդ ֆոնը էյֆորիան լրիվ այլ է լինում, էմոցիաները լրիվ այլ են լինում։ Մենք խոսում ենք մեկ առավելագույնը 2 տարվա մասին։ Չեմ կարծում, որ Մխիթարյանը մինչեւ 39-40 տարեկան կարողանա Ինտերում խաղալ։ Նույնիսկ այս մրցաշրջանից հետո միանշանակ չէ, որ նա էլի անփոխարինելի է լինելու, որովհետեւ ի վերջո 37 տարեկան է դառնալու Մխիթարյանը եւ այդ տարիքում այդքան խաղալ արդեն չի կարելի։ Դες օրինակներ շատ կան ու տարբեր են այդ օրինակները։ Երկուսը, հա, նշեմ, Լիոնել Մեսին աշխարհի չեմպիոն դարձավ եւ թվում էր ճիշտ պահն է, որ պետք է ավարտի կարիերան, բայց նա ասաց, ես ուզում եմ հիմա էլ ֆուտբոլ խաղալ աշխարհի չեմպիոնի կարգավիճակում եւ հասկանալ ինչ է դա։ Բայց որտեղ խաղալ ֆուտբոլ, ինչ մակարդակում խաղալ ֆուտբոլ։ Ես չեմ ասում, որ Մխիթարյանը պարտադիր պետք է Ինտերում շա, իսկ ինչու չի կարող։ Դե նա ասել է, որ ինձ համար այդ ծրագիրը չլինի Սաուդյան Արաբիա, իսկ Միացյալ Նահանգներում ինչու ոչ օրինակ եւ բնակվելու տեսանկյունից գայթակղիչ է ընտանիքի համար եւ լավ ինչու ոչ ասել է որ ինձ համար Միլանը Հայաստան Երևանից ես մեծ հաճույքով նորից կտեսնեի Մխիթարյանին գոնե մեկ մրցաշրջան Փյունիկում խաղալիս դա կարելի է քննարկել դրան ես էլ դեմ չեմ ասեմ Էշլի Բարթին ավստրալուի նախկին թենիսիստուին կարիերան ավարտեց աշխարհի առաջին ռակետ լինելով բայց քանի տարեկան շատ մեծ չէր այսինքն դեռ երկար կարող էր խաղալ Էշլի Բարթին ուղղակի շոկի ենթարկեց բոլորին առաջին ռակետ եթե չեմ սխալվում Ժուստին են էլ ժամանակին առաջին ռակետեր եւ ավարտեց կարիերան իսկ ինչ շահեցին դրանից հետո կարոտեցին փորձեցին վերադառնալ շատերը այսինքն շտապողական որոշում էր զգացվել վստահ եմ սա այդ դեպքը չէ 30 միգուցե 7 տարեկանում կարիերան այնքան երկար ու հագեցած կարիերա ունի Մխիթարյանը իհարկե երբեք այս պահից սկսած որևէ պահի չես կարող ասել որ նա ինչ որ բան չի արել բայց
Չեմպիոնների լիգայի գավաթակրի կարգավիճակը հնարավոր է գայթակղի եւ նա այդ կարգավիճակով էլ ֆուտբոլ խաղա 1-2 մրցաշրջանը ամեն ինչ հնարավոր է։ Տոնի Քրոսը ինչպես ավարտեց կարիերան, ճիշտ է, Եվրոյում պարտվեց, բայց ակումբային ֆուտբոլում ականջավոր գավաթը ձեռք։ Դե նույն Քրոսը ավարտել էր, չէ, կարիերան հավաքականում, բայց Եվրոյում նրա կարիքը զգացին վերադարձավ։ Դե նա ֆուտբոլ խաղում էր ամեն դեպքում, դա պատճառները տարբեր էին, վերադառնալու ցանկություն եւ կարիք կար։ Միգուցե մեր հավաքականն էլ Եվրոյի եզրափակիչ փուլ դուրս գար, Մխիթարյանն էլ հանկարծ որոշեր, չգիտեմ, բայց սա արդեն երազանքների ինչ որ այլ պատմություն է, չգիտեմ, ես անկեղծ ցանկանում եմ, որ չտանջվի Մխիթարյանը, բայց շատ եմ ուզում նրան դեռ տեսնել խաղադաշտում եւ կարծում եմ, որ ասելիք դեռ ունի որպես ֆուտբոլիստ։ Համաձայն եմ, որ նա որպես ֆուտբոլային գործիչ մեզ օգուտ է տալու, կարող է օգուտ տալ, բայց դրա ժամանակը հետո էլ կարող է, այսինքն դա արդեն տարիքի հետ կապված չէ։ Այո, դա արդեն տարիքի հետ կապված չէ, ուշանալու խնդիր չունի։ Բայց ինչքան շուտ այնքան լավ, դրա մասին է խոսքը։ Իսկ միգուցե ինչքան ուշ կարիերան ավարտի ֆուտբոլիստի այնքան լավ, հետո սկսի արդեն։ Եթեները շատ են, մենք ուղղակի կարող ենք մեր սուբյեկտիվ կարծիքը հայտնել ու ասել ինչու ենք այդպես մտածում, բայց հստակ ասել, որ այսպես լավ է լինելու, հնարավոր չէ իհարկե։ Մխիթարյանը 2-3 նույնիսկ եզրափակիչ կարելի ասել բաց թողեց, Չեմպիոնների լիգան Չեմպիոնների լիգայի եզրափակչին քիչ խաղաց վնասվածքի պատճառով, Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչին փոխարինվեց մի քանի րոպե հետո այն եզրափակչին չմասնակցեց Եվրոպա լիգայի ու հիմա ես ուզում եմ նրան ամբողջական եզրափակչում տեսնել գավաթը ձեռքին, թող ինձ ներեն Բարսելոնա եւ մնացած բոլոր թիմերի երկրպագուները, որոնց կարող է այստեղ ներելու խնդիր չկա, իհարկե բոլորը պետք է հասկանալով մոտենան, որ բոլորս ցանկանում ենք, որ Մխիթարյանը նվաճի այդ գավաթը։ Իսկ երբ մենք շատ ենք ցանկանում, մի բան ունենում ենք։ Այո, Մխիթարյանը արդեն բացառիկ է նրանով, որ գոյություն ունեցող այս պահին գոյություն ունեցող 3 Եվրագավաթի եզրափակչում խաղացել է, երկուսում հաղթել է, մնացել է մեկը ամենակարևորը։ Պետք է այդ դեպքում շարունակի կարիերան Մխիթարյանը թե ավարտի, ասել են նաև մեր փորձագետները։ Հիմա Մխիթարյանը հիանալի մարզավիճակում է եւ բավականին հետաքրքիր ֆուտբոլ է ցուցադրում։ Այդպիսի ֆուտբոլ նա ցուցադրում էր նաև երիտասարդ տարիներին։ Բայց ֆուտբոլիստներից շատերը իրենք են որոշում այդ լավ մարզավիճակում թողնեն ֆուտբոլը, թե էլի շարունակեն։ Ես կուզեմ, որ ինքը հաղթի Չեմպիոնների լիգան ու դրանից հետո էլ շարունակի ու մենք հպարտանանք իրեն ցուցադրած խաղով։ Եթե ինձ մնա, ես կցանկանամ, որ երբևէ Հենրիխ Մխիթարյանը չավարտի կարիերան, բայց գիտեմ, որ վաղ թե ուշ այդ օրը գալու է։ Իհարկե կուզեմ հաղթանակած հեռանա, բայց կարծում եմ նա դեռ էլ ավելին ունի տալու ֆուտբոլին, գոնե 1-2 մրցաշրջան դեռ կարող է խաղալ։ Գուցե դժվար է մեզ համար պատկերացնել, որ նա կհեռանա նաև այն տեսանկյունից, որ իր հետ ինչ-որ շատ կարևոր յուրահատուկ ֆուտբոլային դարաշրջան կավարտվի եւ չենք կարող պատկերացնել, թե ել երբ կունենանք նման բարձրակարգ պրոֆեսիոնալ հայ ֆուտբոլիստ։ Կարծում եմ անգամ եթե ավարտի, սա վերջ չի։ Ինչ որ բանի ավարտն է, բայց նոր սկիզբ կարող է լինել։ Գուցե նրան կտեսնենք, չեմ ասում հավաքականի մարզչի ղեկին, բայց գուցե ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ լինի։ Ես մտածել եմ այդ մասին։ Օրինակ ինչպես Վրաստանում Լևան Կոբիաշվիլին է եւ վրացական ֆուտբոլը հետաքրքիր առաջընթաց է գրանցում։ Չեմպիոնների լիգան հաղթելը ցանկացած ֆուտբոլիստի համար երազանք է։ Եթե հաղթի Չեմպիոնների լիգան Հենրիխ Մխիթարյանը, ինձ թվում է նա պետք է մնա ֆուտբոլի մեջ, նա օրինակ է ֆուտբոլիստներին եւ մեր հայ ազգի հպարտությունն է։ Ռաունդ 3. El Clásico Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակում։ Ով կհաղթի՝ Բարսելոնան թե Ռեալը։ Իսպանական El Clásico Իսպանիայի թագավորական գավաթի խաղարկության եզրափակում ես կարծում եմ, որ ամեն դեպքում կհաղթի թագավորական ակումբը։ Պատճառները շատ են, վստահ եմ հիմա շատերը կասեն դե Ռեալի մոլի երկրպագու է եւ այդ պատճառով էլ տալիս է Մադրիդի Ռեալի անունը, վստահեցնում սա այդ դեպքը չէ։ Ռեալը երկու առաջնություն, երկու հատվածում արդեն կարելի է ասել ձախողվել է, խոսքը Չեմպիոնների լիգայի մասին է եւ ներքին առաջնության մասին է։ Ես նորից եմ կրկնում, չեմ հավատում, որ Բարսելոնան բաց կթողնի Լա լիգայում հնարավոր հաղթանակը, իսկ գավաթի խաղարկությունում հաղթանակը Ռեալին կարող է ինչ-որ չափով սփոփել եւ կարծում եմ ամեն դեպքում Ռեալը արժանի է մեկ տիտղոսի այս մրցաշրջանում, չնայած նրան, որ տարբեր հատվածներում անհաջող ֆուտբոլ է խաղացել։ Կազմի խորությունը
խնդիր է այս պայն Ռեալի համար։ Վնասվածքները շատ են, խաղացվածություն ինչ որ դիրքերում նկատվում է հիմնականում պաշտպանությունում, բայց դրանք լուծելի խնդիրներ են եւ այս խաղում կարծում եմ կհաղթի Ռեալը։ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջիկա եզրափակում կհաղթի Բարսելոնան, որովհետև Բարսելոնան այս պահին խաղային ավելի լավ վիճակում է գտնվում, քան Ռեալը եւ սա ինձ համար ամենակարևոր գործոնն է, որը վճռելու է հանդիպման ելքը։ Այո, կլասիկո է, այո, երբեք չես կարող ասել այս թիմերի դիմակայությունում ինչ կլինի անկախ թիմերի մարզավիճակից, բայց եթե թիմերը խաղում են կոնկրետ ժամանակահատվածում, նրանց ընթացիկ մարզավիճակը շատ բան է որոշում։ Բարսելոնան փոքրիկ ճգնաժամում հայտնվեց, բայց Սելտայի հետ վերադարձը, անհավանական վերադարձը կարող է հոգեբանորեն նոր լիցքեր հաղորդել եւ Բարսելոնան վերգտնի իր խաղը, թեև խաղալու է առանց Ռոբերտ Լևանդովսկիի գլխավոր ռմբարկուի, բայց Հանս Դիտեր Ֆլիկը կարծում կգտնի տարբերակներ երրորդ անգամ անընդմեջ Մադրիդի Ռեալին պարտության մատնելու։ Ռեալի միակ շարժառիթը, ամենամեծ ավելի ճիշտ շարժառիթը Կարլո Անչելոտիի գործոնն է, թիմը ամեն ինչ պետք է անի մարզչի աշխատանքը մի փոքր երկարաձգելու համար։ Մի միտք ասացիր, փոքրիկ ճգնաժամ, կարծում ես Դորտմունդից գրած պարտությունը Սելտայի հետ այդպիսի ֆուտբոլը փոքրիկ ճգնաժամի մասին են խոսում։ Նաև Լեգանեսի հետ հանդիպում եղավ այնտեղ 3 ճգնաժամի մասին է խոսում։ Այո, 3 հանդիպում հատված, որտեղ Բարսելոնան փոքրիկ առաջնության ամենակարևոր հատվածում Բարսելոնան փոքրիկ ճգնաժամ է հասկացել։ Այո, փոքրիկ ճգնաժամում է։ Փոքրիկ չէ ճգնաժամը։ Եթե չլիներ, նկատի ունես մեծ ճգնաժամ։ Մեծ չէ, բայց ոչ փոքրիկ։ Ես փոքրիկ ասում եմ, որովհետև ժամանակաշրջանն է կարճ դեռևս։ Եթե շարունակի այսպես մինչև մրցաշրջանի ավարտը, իհարկե դա կլինի արդեն լիարժեք խաղում, բայց այդ 3 խաղում Բարսելոնան ըստ էության ոչինչ չկորցրեց։ Վատ խաղաց ու վատ խաղով ոչինչ։ Դե վատ խաղով կարող է պարտվել ի վերջո։ Պարտվեց Չեմպիոնների լիգայում, բայց շարունակեց ճանապարհը։ Լա լիգայում իր միավորները միևնույն է վաստակեց։ Եթե 3 խաղում չկորցրեց ոչինչ, պարտությունը միավորներից կամ փուլից չզրկեց, ապա 4-րդ խաղում վատ խաղ կարող է զրկել, եթե մրցակիցը առավել եւս սկզբունքային է։ Հիմա եկել է այն պահը, երբ պարտությունը արդեն կնշանակի տիտղոսի կորուստ։ Իսկ Լևանդովսկին եթե լիներ բացայտ ֆավորիտի կարգավիճակ կտար Ռեալ։ Բացայտ ֆավորիտի կարգավիճակ երբեք չեմ կարող տալ Բարսելոնային։ Այսինքն նույնիսկ Լևանդովսկի բացակայությունը շատ բան չի փոխում։ Փոխում է, բայց ես չեմ ասում, որ Ռեալը դրանով դառնում է ֆավորիտ, որովհետև Ռեալը իր լուրջ խնդիրներ ունի խաղային եւ կլասիկոյում Բիլբաոյի Ատլետիկի հետ մենք դա եւս մեկ անգամ տեսանք, չլիներ Ֆեդերիկո Վալվերդեի հանճարեղ հարվածը հերթական անգամ մենք կտեսնենք, որ Ռեալը նորից միավորներ կորցրեց եւ ավելի հետ մնաց Բարսելոնայից եւ այնինչ դու ասացիր, որ Լա լիգայում ինտրիգն ավարտված է, երևի կհամաձայնեի, հիմա համաձայն չեմ իդեպ։ 4 միավորը Բարսելոնան կարող է իրեն միմյանց միջև խաղ ունեն դեռևս։ Այո, Բարսելոնան կարող է իրեն թույլ տալ պարտվել Ռեալին նույնիսկ։ Դե այն պարագայում եթե մյուս բոլոր խաղերում հաղթի։ Այո։ Իսկ ոչ ոք Բարսելոնայի համար չի երաշխավորել։ Ռեալը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից եւ ավելի ազատ է։ Բայց խոսում ենք Ռեալի խաղային խնդիրների մասին եւս։ Այո, բայց Ռեալը առաջնությունում եթե հաղթի Բարսելոնային դրսում, մյուս խաղերում եւս կարող է հաղթել։ Դե Բարսելոնան էլ 2 խաղ է ունենալու մինչեւ Լա լիգայի ավարտը։ Ամեն դեպքում Լա լիգան թողնենք մի կողմ, հիմա մենք առաջիկա եզրափակչի մասին ենք խոսում եւ ինչպես եղավ ու մոտիվացիան է կներես ինչ մոտիվացիան է ավելի շատ այս խաղում հաղթելու թե կասեն բոլորը մոտիվացված են ինչու պիտի ինչ-որ մեկը մոտիվացիայի պակաս ունենա մոտիվացիայի պակաս կարող է ունենալ այստեղ հարցը դրված է Կարլո Անչելոտիի հեռացման եթե ուզում են ֆուտբոլիստները որ հեռանան եթե Ատլետիկին չհաղթեին արդեն հեռացրած կլիներ Պերեսը նրան բայց հաղթեցին գավաթի խաղարկության եզրափակիչը հաջորդ կետն է եթե չնվաճի գավաթը կարող են հեռացնել ես իհարկե չեմ հասկանում միտքը որն է հեռացնելու Անչելոտիին այս հատվածում երբ արդեն մնացել է մի քանի խաղ բայց դրանք խոսակցություններ են ամենը Այո, խոսակցություն են, բայց մենք գիտենք, որ Պերեսը շատ հաճախ այդ խոսակցությունները, այո, իրականության է վերածում, դրա համար Ռեալը այս տեսանկյունից տիտղոս նվաճելու երևի ամենաիրական հնարավորությունն է։ Մեկ խաղ է մնացել, մեկ քայլ է մնացել։ Իհարկե դա շարժառիթ է։ Իսկ ինչու Բարսելոնան չունի շարժառիթ։ Ունի Բարսելոնան շարժառիթ։ 4 տիտղոսի հետևից են գնում, իհարկե ես կարծում եմ շատ մեծ են խոսում 4 տիտղոսի մասին, որովհետև ըստ էության դեռ ոչինչ չեն նվաճել,
էլ արդեն 4-ի մասին խոսում են, մեկը նվաճել են սուպեր գավաթը, մնացել է 3-ը։ Բայց 3-ում էլ դեռ պայքար կա ու շատ բարդ պայքար, 2 ճակատում Մադրիդի Ռեալն է, հիմնական մրցակիցը, մյուսում Չեմպիոնների լիգայում հասկանալի։ Նրա մասին, որ ինչ կլինի, եթե Կարլո Անչելոտին հեռանա կամ մնա, այսինքն կամ ֆուտբոլիստները ցանկանում են, որ Անչելոտին գնա կամ չեն ցանկանում։ Հիմա եթե ցանկանում են, ուղղակի տիտղոս նվաճելու զատ լրացուցիչ խաղալ Անչելոտի համար, բայց արդյոք ռեալի ֆուտբոլիստները ուզում են, որ Անչելոտին մնա։ Ես չգիտեմ նրանք ինչ են ուզում։ Դա էլ է շատ կարևոր։ Ոմանք միգուցե ուզում են, ոմանք չեն ուզում։ Դա էլ է շատ կարևոր իրականում։ Անդերցարանում տարբեր խնդիրներ կարող են լինել։ Դες դրա համար եմ ասում, որ այստեղ միանշանակ չէ Անչելոտի փաստը ես չեմ բերի առաջնային պլան, մնալ չմնալու, ռեալը խաղա տիտղոսի համար առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ պատճառներով կամ շարժառիթներով տիտղոսների պակաս չունի եւ շատ կարոտ ու ծարավ միգուցե չէ, որովհետեւ ամեն ինչ նվաճել է։ Անչելոտին չի ցանկանա պարտված գնալ ռեալից։ Իհարկե, այս հեղինակություն ունի եւ իր հեղինակության խախտումը կարող է ցանկանա շատ բարձր շրխկացնել դուրը գնալուց առաջ, փաստ է բոլորի համար, որ նա գնալու է մրցաշրջանի ավարտից հետո եւ նա կցանկանա տիտղոսով, նվաճած տիտղոսով հեռանալ։ Իսկ եթե հաղթի գաղթի խաղարկությունում եւ Լա լիգայում էլի կգնա, ըստ քեզ։ Միևնույնն է կգնա կարծում եմ, թեև շատ են եղել այդպիսի խոսակցություններ իրականում, բայց Բրազիլիայի ֆեդերացիան այնքան ակտիվ է հիմա հետապնդում Անչելոտին, որ կարծում եմ բաց չեն թողնի։ Բայց պետք է նաև հասկանալ ով կփոխարինի Անչելոտին ռեալում։ Դե արդեն դա այլ խնդիր է։ Հիմա արի մի փոքր ի վերջո հասկանանք ինչի շնորհիվ ես պնդում եմ, որ Բարսելոնան կհաղթի, չնայած Լևանդովսկի բացակայությանը մենք տեսնենք, որ Ֆերան Տորեսը փայլուն մարզավիճակ է դրսևորում, արդեն քանի խաղ առնվազն նա առանց գոլի կամ գոլային փոխանցման չի հեռանում դաշտից։ Ես կարծում եմ Ֆերանը կկարողանա փոխարինել Լևանդովսկիին, կոնկրետ մեկ խաղում դա շատ իրատեսական է, երկար ժամանակահատվածում չեմ ասում, եւ հարձակման գիծը Բարսելոնայի այս պահին մի փոքր ավելի արդյունավետ է, մի փոքր միգուցե ավելի թարմ է եւ հաշվի առնելով Մբապեի եւ Վինիսիուսի միջև խնդիրները, որոնց մասին այդքան խոսեցին, այդ կոնֆլիկտից հետո նրանք առաջին անգամ պետք է խաղան միասին, թեև խոսքը իհարկե եզրափակ չէ, տիտղոսային խաղի մասին է, հա, տիտղոսային խաղում նրանք առաջին անգամ պետք է խաղան միասին եւ ինչ կլինի դրանից ես չեմ կարող ասել։ Քանի որ առաջնության վերջնամասն է, այստեղ կարևոր է նաև ֆիզիկական մարզավիճակը թիմերի, Մբապեն մեկ խաղ բաց թողեց որակազրկման պատճառով, նա վերադառնում է, Ռեալը վատ տեսք չուներ Շպիլբաուի Ատլետիկի հետ խաղում, չնայած շատ մեծ դժվարությամբ կարողացավ 1 գոլ խփել, երկրորդ խաղակեսում Ռեալը ավելի լավ տեսք ուներ, առաջինում էլի թարմության խնդիր կար, ամեն դեպքում ըստ իս Ռեալը այս պահին պատրաստ է նվաճել գավաթը եւ ֆավորիտ է ինձ համար 60-40 այսպես հարաբերակցությամբ տարբեր պատճառներով կրկնում եմ Մբապեն եկել է պետք է տիտղոս նվաճի, չգիտեմ այդ խոսակցությունները կային, հենց Մբապեի պատճառով ձախողվեց Ռեալը Չեմպիոնների լիգայում այդպիսի խոսակցություն էլ կա ու Ֆեդե Վալվերդե, Բելինգեմ, Ռոդրիգո, Մբապե, Վինիսիուս այս հնգյակը համաձայն եմ ուժեղ է, բայց մենք ավելի շատ խոսում ենք հարձակողների մասին շատ կարևոր գործոն է, որ Ռեալի պաշտպանությունը այսօրվա դրությամբ ավելի խնդրահարույց է, քան Բարսելոնա եւ կարծում եմ պաշտպանությունում ավելի 3 գնդակ բաց թողեց Դորտմունդի Բորուսիայից, 3 գնդակ Սելտայից։ Այդ խաղեր, որտեղ Բարսելոնան ոչինչ չկորցրեց։ Հետեւաբար կարծում եմ պաշտպանությունը լինելու է վճռական։ Մեր փորձագետների կարծիքը, այո, լսենք։ Այսօր ուղղակի Բարսելոնան այս պայդրությամբ ավելի լավ մարզավիճակում է, քան Մադրիդի Ռեալը, բայց ամեն դեպքում այդպիսի ուժեղագույն թիմերի պայքարում ամեն դեպքում լավ մարզավիճակ, վատ մարզավիճակ ասածը ուրիշ հասկացողություն է։ Այս պարագայում ինձ թվում է շանսերը Բարսելոնայի ավելի բարձր են։ Կանխագուշակել առհասարակ չեմ սիրում, որովհետև սպորտը հետաքրքիր է յուրահատուկ է նրանով, թե ինչ այդ պահին տեղի ունենում, բայց եթե ես որոշելու լինեմ, իհարկե կցանկանամ, որ Բարսելոնան հաղթանակ տանի։ Ես ակնկալում եմ հետաքրքիր լավ պայքար, որովհետև այս թիմերը անկախ նրանից թե մրցաշարային աղյուսակի որ տեղում են, որ մրցաշարում են պայքարում, միշտ իրար դեմ այլ կերպ են տրամադրվում։ Բարսելոնան այս տարի շատ ուժեղ է, բայց ես Ռեալի երկրպագու եմ ու կողմնակից եմ, որ հաղթի Ռեալ Մադրիդ։ Հայկական ակումբային ֆուտբոլում թող հավասարաչափ զարգացում լինի Մխիթարյանը նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը, հետո նա կորոշի խաղալ թե ոչ, իսկ էլ կլասիկոյում թող հաղթի Ռեալը։ Իսկ դրանք քննարկելու առիթ մենք միշտ ունենում ենք այս տաղավարում, այնպես որ կհանդիպենք ուղիղ 1 շաբաթից առաջ։
Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome